Բարի լույս բոլորիդ, Փարթիրոջը ձեզ համար։ Պողոս առաքյալը հետևյալ խոսքերն է ասում, որ մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոս։ Հրեաների համար գայթակղություն, հույների համար հիմարություն, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունը։ Ալելույա։ Մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոս։ Դե գիտեք, Հայաստանում այդքան էլ հեշտ չի քարոզել խաչյալ Քրիստոս, որովհետև մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը։ Եվ հաճախ կլսեք ձեր բարեկամներից, ազգակիցներից, ձեր դրացիներից հետևյալ խոսքերը. լավ էլի, մենք քրիստոնյա ենք, ինչ է քարոզում ես, ինչի մասին է խոսքը։ Բայց եկեք անկեղծանանք, երանի թե բոլորը լինեին քրիստոնյա, համաձայն եք, երանի թե բոլորը լինեին քրիստոնյա։ Հետևաբար ուզում եմ մի երկու զավիշտալի պատմություն պատմեմ, որից հետո անցնենք առաջ։ Սա 95 թվական, երևի 96 թվականներն էր, Զատիկի տոնն էր, ուրեմն Աբովյան քաղաքից եկեղեցիները նոր հաջ են Բյուրեղավան իջել էինք Արզի ձորը, բացօթյա մեծ ժողով էինք անցկացնում, հարության տոն Հիսուսի, բնականաբար ամբողջ աշխարհը տոնում է։ Եվ հրոսակների, երևի ուրիշ բառ չգտնեմ, այդպիսի մի խումբ եկավ զենքերով եւ փորձում էին ցրել բոլորին, կանայք, երեխաներ, վերջը։ Դրանցից մեկը հարևանս էր։ Ինձ կանչեց հեռվից, ես մոտեցա նրան, բարձրանալով, այս քրիստոնյան, որ իրեն քրիստոնյա է համարում, ինձ փորձեց հետևյալն ասել. Արարատ ջան, ասեց, պիտի ցրենք այս ժողովրդին, հարևան մարդ ես էլի, քեզ նախապես ասեմ չխառնվես։ Ես էլ զարմացած նայում եմ, ասեմ, այն գերջան, բայց ինչի համար պիտի ցրեք, ինչ են կարել, ինչ վատություն են կարել, գուցե կանգնեք, մի հատ լսեք, տեսնեք, ինչ են խոսում, եթե մի վատ բան կա, նոր ցրեք։ Բայց սա շարունակեց փորձելով իր մարդկային իմաստությունը գործադրել։ Ինձ ասեց հետևյալը. Արարատ ջան, այս ձեր մեծ ով է։ Ես տվեցի տրամաբանական պատասխան, Հիսուսը, ու շատի լսեք այդ քրիստոնյայի հաջորդ խոսքը։ Ախպերս մի հատ իրան չես կանչի։ Ասի ախպերը սա ասել այդ գործով ենք ստեղ։ Եվ սա համարում է իրեն քրիստոնյա։ Եվ իր հետեկածներ համարում են իրենց քրիստոնյաներ։ Ժողովուրդ ջան, մենք չենք կարող չքարոզել։ Մենք պարտավոր ենք քարոզել։ Որովհետև արդյոք չեմ ուզում, որ այն խոսքը մեզ վերաբերվի ինչպես հայտնության թղթում ասվում է հետևյալ խոսքերը, որ անուն ունես, որ կենթանի ես, բայց մեռած ես։ Եկեք խոստով անվենք, որ մեր ազգը անուն ունի, բայց իրականում գործեր չունի, կյանք չունի։ Եվ մենք կանչված ենք, որպեսզի գնանք եւ ավետարանի լուրը տանենք այդ մարդկանց։ Գուցե որևիցե մեկ էստեղ նստած ասի, դա ախպեր ջան, դա 95 թիվն ա եղել, դեռ նոր վերածննդի տարիներ, մարդիկ այդքան չեն հասկացել, բան ես ասում։ 2 տարի առաջվա պատմություն պատմեմ ձեզ։ 2 տարի առաջ Աբովյան քաղաքում, չգիտեմ, մեզ մոտ այնց բաներ ա կատարում, ձեզ մոտ երևի չի լինում Երևանում, ինչ լինում ա գավառական տարածքներում ա լինում։ Ուրեմն տաքսի ծառայություն են կանչում ամուսիններով, հավատացյալ, առավոտյան Կիրակի օրը ժամը 11-ին դարձյալ Զատիկի տոնը, հարության տոնը, որպեսզի գան եկեղեցի։ Ուրեմն տաքսու վարորդը դուրը բացում են, մտնում են այս զույգը եւ բնականաբար առաջին խոսքը որ պետք է ասվի ուրախությամբ Քրիստոս հարյավի մեռելոց։ Ուշադրություն, այս մարդը, այս երիտասարդը ամենայն սառնությամբ ոչ մի բան չի պատասխանում։ Վերցնում է ռացիան եւ կապվում, կենտրոն, Քրիստոս հարյավի մեռելոց փողոցը որտեղ է։ Եվ այս երիտասարդը նույնպես իրեն համարում է քրիստոնյա։ Գուցե սրանք եզակի դեպքեր են, բայց սա խոսում է մեր ազգի պատկերի մասին։ Ժողովուրդ ջան, մենք չենք կարող չքարոզել։ Վայ մեզ, եթե չքարոզենք։ Վայ մեզ։ Պողոս առաքյալն ասում էր, որ խորը ցավ ունեմ իմ սրտի մեջ։ Խորը ցավ ու վիշտ իմ ազգի փրկության համար։ Քրիստոնյան չի կարող լինել անտարբեր իր ազգի համար։ Նա չի կարող լինել այդպիսի անձնավորություն։ Լսեք, յուրաքանչյուր քրիստոնյա պիտի ցավ քաշի, նա պիտի բեռ կրի, քահանան պիտի բեռ կրի իր ուսերին։ Այնպես որ ժողովուրդ ջան, մենք պիտի քարոզենք։ Որովհետև մեր ազգի մեջ ցավոք սրտի շատ մոլորաշավիղ անձնավորություններ կան, որոնց շավիղները պետք է ուղղենք եւ շտկենք եւ օգնենք, որ նրանք գան դեպի Հիսուս Քրիստոսը։ Ամեն։ Փարթիրոջը։ Ուրեմն անցնենք առաջ, եթե ամեն ուրեմն Պողոս առաքյալը հրաշալի մի անձնավորություն, որը գիտեք իր առաքելությամբ շատ եկեղեցիներ հաստատեց, Կորինթոսի եկեղեցուն, որը նույնպես իր քարոզությամբ էր հաստատվել,
Գրում է հետևյալ խոսքերը, առաջի Կորինթացիս 2:2, ուղղակի տեղեր կա չեմ բացի կարդամ, դուք ուղղակի կնայեք հետո։ Այսպեսի խոսքեր է ասում Կորինթացիներին։ Կարծում եմ այդ խոսքերը նաև արդիական են եւ երևանցիների եւ յուրաքանչյուր եկեղեցու համար։ Ով Կորինթացիներ, երբ որ ես ձեր մեջ եկա, ես իմ միտքը ուրիշ բան չէի դրել տեսնել ձեր մեջ։ Միակ բանը, որ ուզում եի ձեր մեջ տեսնեի, սա այն էր, որ տեսնեի Հիսուս Քրիստոսին, այն էլ խաչվածին։ Եթե եկեղեցու մեջ կա Քրիստոս խաչված, լսեք ինչ եմ ասում, ուրեմն այդ եկեղեցու մեջ կա մեղքի գիտակցում։ Եթե յուրաքանչյուր անձնավորություն գալիս եւ հանդիպում է խաչյալ Քրիստոսին, նշանակում է նա չի կարող լինել անտարբեր, որովհետեւ խաչը լույս է բերում խավար կյանքի մեջ եւ փարատում խավարը։ Որովհետեւ խաչը մարդուն մեղքի գիտակցման է բերում եւ գիտակցման բերելուց հետո խաչը փրկում է մարդուն։ Եթե խաչ ունեք ամեն բան, եթե չունեք խաչյալ Քրիստոս, դուք ոչինչ էլ չունեք։ Մենք կարող ենք շատ հրաշալի երգչախումբ ունենալ, մի քանի հազար ավելի ժողովուրդ ունենալ, մենք կարող ենք շատ բաներ կազմակերպել, բայց եթե Քրիստոսի խաչը չկա, ուրեմն ոչինչ չկա։ Եվ ասեմ ձեզ, որ կան եկեղեցիներ, համայնքներ, որոնք ընկնում են այդ վիճակի մեջ։ Հետևաբար, Աստված օրհնի, որ մենք այս խոսքը պին բռնենք, որ ամեն անգամ մեր մեջ լինի Հիսուս Քրիստոսը, այն էլ խաչված։ Հալելույա։ Մենք եկել ենք նրա շուրջը, եկել ենք հավաքվելու նրա շուրջը, Փարթիրոջը։ Ուզում եմ հիմա մեկտեղ ընթերցել, եթե ունեք ձեզ այդ Աստվածաշունչ, խնդրում եմ բացեք Եփեսացիների թուղթը, 3-րդ գլուխ։ Ընթերցում եմ 18 եւ 19 խոսքերը։ Ասում է Պողոս առաքյալը, կարող ենք ասել ասում է Սուրբ Հոգին նաև, որտեղ նա նշնչված էր, որ ամեն սուրբերի հետ իմանաք, թե ինչ է լայնությունը եւ երկայնությունը, եւ բարձրությունը եւ խորությունը, որ ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է, որ Աստծո ամեն լիությունովը լցվեք։ Պողոս առաքյալը ինչ որ չափեր է ցույց տալիս, բարձրությունը իմանաք, խորությունը իմանաք, լայնությունը իմանաք, երկայնությունը իմանաք, տրամաբանական հարց, այս ինչ չափեր է, ինչի բարձրությունը, խորությունը, ինչի լայնությունը եւ երկարությունը, Պողոս չհասկացանք, այս ինչ չափ ես ուզում տալ, կամ եթե չափ ես տալիս, դու ուզում ես չափենք կամ հասկանանք եւ շարունակում է հաջորդ խոսքում։ Ինքը տալիս է, տեսեք ինչի չափերը, կամ ում չափերը։ 19 խոսք, որ ճանաչեք Քրիստոսի սերը։ Լսում եք, ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է։ Ուրեմն սկսում եմ տրամաբանել, այսինքն Պողոսն ուզում է, որ սիրո բարձրությունը հասկանամ, խորությունը, լայնությունը եւ երկայնությունը, Պողոսն ասում է, որ շատ կարեւոր է սա հասկանալ։ Եթե դա մենք չհասկանանք, մենք կունենանք լուրջ խնդիրներ։ Սա համար անպայման պետք չի, որ մենք ավարտենք բարձրագույն, անպայման պետք չի, որ մենք ինչ որ բան գիտության տեխնացուներ լինենք, չգիտեմ ինչ լինենք, բարձրագույն ավարտած լինենք։ Սիրելու համար ամենևին Չոբան Կարոին պետք չէր, որպեսզի ինքը բարձրագույն ավարտեր, որտեղ ինքը սիրեց Մարոին, բայց ինքը Չոբան էր։ Չոբան Կարոն սիրեց Մարոին։ Դրա համար գիտելիքներ պետք չէր բարձրագույն։ Աստծո սերը հասանելի է յուրաքանչյուրին։ Եթե ուշադրություն եք դարձել Հիսուսի լսարանը, հիմնականում հասարակ մարդիկ էին։ Փարիսեցիներն ասում են, այս ռամիկ ժողովուրդ է, անգրակետներ ինչ պիտի հասկանան։ Հիսուսի լսարանը հասարակ մարդիկ էին, որոնք շատ լավ էին հասկանում, որտեղ Հիսուս այնքան մատչելի էր խոսում, նրանից բխում էր կյանքի գետերը, օրհնության, եւ նրանք լեցվում էին սիրով։ Ալելույա։ Հասկանալ բարձրություն, խորություն, լայնություն։ Եվ այստեղ ես ուզում եմ իրար հետ մտածենք, ինչ լայնության, երկարության, խորության, բարձրության մասին է խոսքը։ Հովհաննես 3:16 բոլորիս քաչ հայտնի համար։ Աստված, ուշադրություն, Աստված, որտեղ է Աստված, Հայր մեր, որ երկնքում ես։ Աստված, բարձրերում բնակվող Աստված, այնպես սիրեց աշխարհը,
Բարձրությունը ցույց է տալիս Աստված, Հայր մեր, որ երկնքում ես, բարձրերում, ամենաբարձրերում բնակված Աստված, բարձրությունը, այնպես սիրեց աշխարհը, ամենախորը, Արարչագործության ժամանակ ասում է, որ խավար կար անդունդի վրա, խորը տեղեր, այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողները չկորցվեն, ահա լայնությունը եւ երկայնությունը, այլ հավիտենական կյանք ունենան։ Լսեք, երբ որ այս խոսքերը այսպես նայում ենք, մենք սկսում ենք հասկանալ, որ խոսքը գնում է քառանկյուն խաչի մասին։ Խաչը շատ զորավոր բան է։ Լսեք, 2000 տարի քարոզվում է Քրիստոսի խաչը եւ միշտ էլ քարոզվում է։ Չի սպառվում։ Գիտեք, նրա երանքները, նրա օրհնությունը, նրա մեջ կյանք կա, ցավ կա, վիշտ կա, բժշկություն կա, ամեն օրհնությունները նրա մեջ կա։ Երբ որ մենք նայում ենք միայն նրա արտաքինին, թե Հիսուս ինչպես ցավեր կրեց եւ իր արյունը թափեց, ցավ ենք ապրում, բայց նրանից բխածը օրհնություն էր եւ կյանք մեզ համար։ Հալելույա։ Եվ Աստված ուզում է, որ մենք հասկանանք բարձրությունն ու խորությունը, լայնությունը եւ երկայնությունը, խաչը հասկանանք, դրա համար հասկանում եք Պողոս ինչի ասում, ձեր մեջ մեկ բան եմ ուզում տեսնել։ Հիսուս Քրիստոսին այն էլ խաչվածին։ Եթե նրա խաչը կա ձեր մեջ, քարոզվում է նրա գործը, ապա սեր առատապես է ձեր մեջ։ Եթե ոչ, իրար կուտեք եւ կսպառվեք իրարից։ Իրար կկծեք։ Մենք խոսում ենք աստվածային ագապե սիրո մասին, անշահախնդիր սիրո մասին, որ ոչ մի բան չի ակնկալում, բայց տալիս է, Փարթիրոջը։ Ուրեմն ամեն բան, սկզբից խոսենք բարձրության մասին, ամեն բան սկսեց բարձրունքում, բարձրերից, ամեն բան սկսեց Աստծուց, ամեն բան նրանով է, նրանից է եւ դեպի նա է։ Ամեն բան բարձրից սկսեց, ուշադրություն դարձրեք, բարձրից Աստծուց։ Առաջի քայլը նա կատարեց, առաջ նա մեզ սիրեց, նա մեզ փրկության գործը կատարյալ արեց, նա Հիսուսին ուղարկեց, ամեն բան նրանով, նրանից եւ նպատակը, որ վերջում բոլորը իրեն դառնա, դեպի նրան դառնա։ Փառք Աստծուն սրա համար։ Գիտեք, անցյալներում ես մտածում եմ, ես կարծում եմ, որ այսօր շատ արդիական է նաեւ որոշ քրիստոնյաների համար, որ միշտ հարց էր ծագում ինձ, թե ինչու է Աստված ստեղծել մարդուն։ Չեմ ասում, որ հիմա կատարյալ պատասխան կտամ, բայց ինձ համար որոշակի սպառիչ պատասխան է սա։ Ինչու է Աստված ստեղծել մարդուն, ինչ նպատակով։ Հովհաննես 3:16-ն ասում է, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր որդին միածին։ Այսինքն այս համարից մենք հասկանում ենք, որ Աստված ընդամենը մեկ որդի է ունեցել։ Միածին։ Մեր սիրելի Հովիկն ասեց, որ իմ անդրանիկ որդին երբ որ ծնվեց, երբ որ ասում եմ սա իմ միածին որդին է, այլևս իմաստ չունի հարցեք, սա մի հատն է, էլի ունես, որտեվ արդեն ասեցի միածին։ Ուրեմն Աստծո որդին միածին է եղել։ Բայց երբ որ մենք ընթերցում ենք Եբրայեցիների թուղթը, ապա մենք այնտեղ հանդիպում ենք, որ առաջի գլխով որ այլևս Հիսուսը միածին որդին չէ, այլ անդրանիկ որդին։ Փորձում ենք հասկանալ ինչ արել Աստված։ Աստված որոշեց ոչ թե մեկ որդի ունենա, այլ շատ որդիներ ունենա։ Աստված, կարելի ասել, որոշեց բազմանալ, շատ զավակներ ունենալ։ Լսեք, այստեղ կան Աստծո զավակներ, թող ձեր բարձրացնեն։ Հալելույա, Փարթիրոջը, տեսեք։ Հələ մի հատ բարձրացեք ու իրար նայեք։ Ահա խնդրեմ Աստծո գործը։ Նա սերունդ ստացավ։ Կար ժամանակ, երբ որ միածին էր Հիսուսը, այլևս չկար որդի, բայց Հիսուսի աշխարհ գալով, նրա խաչով, նրա մահով եւ փառավոր հարությամբ, այլևս Աստծո որդին միածին չէ, այլ մեր ավակ եղբայրը, հալելույա, անդրանիկ որդին, եւ մենք էլ նրա զավակներն ենք։ Փառք Աստծո։ Աստծո ընտանիքը մեծանում է։ Հալելույա։ Գիտեք, ուզում եմ հետևյալն ասեմ, որ Հիսուս երբ որ աշխարհ եկավ, նա այս խոսքերն ասեց, դա գրված է Հովհաննես ավետարան 3:13, եթե չեմ սխալվում, Նիկոդեմոսի հետ ունեցած զրույցի ժամանակ Հիսուսն ասեց, որ ոչ ոք երկինք չի բարձրացել, այլ միայն նա, որ իջավ, մարդու որդին։ Այս խոսքերը ինձ համար շատ կարևոր են։ Հիսուսն ուզում էր ասել, որ մարդկային ներկայացուցիչներից ոչ մեկը, մինչև իր գալուստը, ոչ մեկը երկինք չի գնացել։
Ինչ նկատի ունենք երկինք ասելով։ Հрьяաների ըստ հрьяաների նրանք հավատում են երրորդ երկնքի, երեք երկնքի։ Առաջին համարվում էր այն, որ մենք հիմա տեսնում ենք արև լուսին աստղեր, երկրորդ համարվում էր դիվական ներգործության տարածքը, իսկ երրորդը բարձրյալ Աստծո շնորհած գահը։ Երեք երկնքի էին հավատում հрьяաները։ Հիմա Հիսուս երբ որ ասում էր ոչ ով չելավ երկինք, Հիսուս ի նկատի ուներ հոր արչև, մարդկային ներկայացուցիչներից ոչ մեկը չի բարձացել հոր արչև։ Գուցե մեկն ասի եղբայր բա Եղիան, գուցե մեկն ասի բա Ենովքը։ Լսեք, Հիսուսն ասեց ոչ ոք, բայց տրամաբանություն եմ ուզում տալ ձեզ մտածելու։ Եթե որևիցե մեկը կարողանար ներկայանալ Աստծո առջև, ասացեք խնդրեմ, ինչու խաչվեց Հիսուսը։ Չէ որ ամբողջ 5 տակարանում մենք տեսնում ենք, որ վարակույրը փակված էր։ Սրբության սրբոցի վարակույրը փակ էր։ Պողոս Արաքյանն ասում է դա թշնամություն էր, Աստծո եւ մարդկանց միջև։ Այդ վարակույրը կոչվում է թշնամություն։ Հիսուսը, երբ որ ինքը իր հոգին ավանդեց, ապա վարակույրը վերից դեպի վար պատրվեց, այսինքն թշնամությունը վերցվեց։ Եվ արդ մենք համարձակություն ունենք, հիմա ունենք համարձակություն սուրբ տեղը մտնելու Հիսուս Քրիստոսի արյան արժանիքներով։ Եթե Հիսուսը չխաչվեր, ոչ մի անձնավորություն, եթե Հիսուս իր արյունը չթափեր, ոչ մեկը, ոչ 5 տակարանում, ոչ նոր կտակարանում, ոչ մի մարդ չէր կարող չուներ այդ արտոնություն եւ համարձակությունը կանգնել Հայր Աստծո առջև։ Հիսուսի խաչը զորավոր էր եւ 5 տակարանի համար։ 5 տակարանյան սուրբերը հավատքով առաջ էին նայում, հավատքով սպասում էին գարան գալուն, Աստծո գարան զոհաբերությանը, իսկ մենք ունենք ավելի մեծ արտոնություն, որտեղ մենք ետ ենք նայում, արդյունքում նրանք առաջ մենք ետ, բոլորս նայում ենք խաչին, բայց մեզ համար մեծ արտոնություն այն առումով, որ մենք նոր կտակարանյան ժամանակներում ենք ապրում, եւ Աստծո խոստումներ արդեն մեր կյանքում կատարվում են, փառք Աստծո, նրանք տեսնում էին, ողջունում էին, բայց այդպես էլ չհասան, բայց մենք ապրում ենք մի ժամանակ, փառք Աստծուն այս ժամանակների համար, հալելույա, փառք Տիրոջը, որ ես նոր կտակարանյան ժամանակում եմ ապրում, որ արդեն բաց է Աստծո սուրբ ներկայությունը, նրանք մարգարյանում էին, սպասում էին, փափագում էին, այդպես էլ չհասան, բայց ես ոչինչ չեմ արել, միայն հավատացել եմ Հիսուսին եւ նրա արած գործին, եւ այսօր ես կարող եմ կանգնել Հայր Աստծո առջև, Հիսուս Քրիստոսի արյան արժանիքներով, օրհնյալ է մեր Տերը, հալելույա։ Ինձ համար միշտ հաճելի է եղել լսել, թե ինչպես են հայրն ու որդին իրար հետ խոսում։ Չգիտեմ, ձեր մեջ կան մարդիկ, ում հետ Աստված խոսել է, ուղղակի այսպես եկել զրուցել է։ Գուցե կան, ինձ հետ երբեք այդպես չի զրուցել։ Ինձ Աստված հայտնությամբ երբեք չի երևացել։ Բայց ես այստեղ ընթերցելու շատ ուրախանում եւ օրհնվում եմ։ Կուզեմ իրար հետ բացենք, ինչպես է որդին հոր հետ խոսում, այդ երկխոսությունը, հրաշալի մի բան, որը գրված է Եբրայեցիների թղթում, բացենք 10-րդ գլուխ, ընթերցում եմ 5-ից 7-րդ խոսքերը։ Տեսեք, երկնքում զրույց է, եւ այս զրույցը Սուրբ Հոգին ամրագրել է Աստվածաշնչի մեջ, եւ մենք այսօր կարող ենք ընթերցել եւ տեսնել, թե ինչ երկխոսություն ա եղել հոր եւ որդու միջեւ։ 5-7-րդ խոսքերը։ Նրա համար, սա խոսում է որդին, աշխարհ մտնելիս ասում է, զոհ եւ պատարակ չկամեցար, բայց մի մարմին պատրաստեցիր ինձ համար, ողջակեզներ եւ մեղքի համար պատարակներ չհաճեցիր, այն ժամանակ ասեցի, թե հա գալիս եմ գրքի տոմսումը գրված է ինձ համար, քո կամք անելու, ով Աստված, վերևում ասելով, թե զոհի եւ պատարակի եւ ողջակեզների եւ մեղքի համար պատարակներ չկամեցար եւ չհաճեցիր նրանց, որոնք օրեքի համեմատ մատուցվում էին։ Որդին խոսում է հոր հետ, ասում է հայր, այլևս զոհեր, ողջակեզներ դու չես կամենում, որպեսզի դա մատուցվի քեզ։ Նշանակում է ամբողջ 5 տակարան, եթե դուք ընթերցել եք, կտեսնեք, որ ամբողջ 5 տակարանում զոհեր էր մատուցանվում, միլիոնավոր անասուն էր, միլիոնավոր տարիների մեջ զոհաբերություն էր արվում։ Սա ինչ էր։ Ուշադրություն դարձեք, երբ որ բերում էին գառը, վերցնենք գառը, մարդը մեղք է գործել, մարդը մեղանչել Աստծո առջև, որպեսզի իրեն քավություն լինի, 5 տակարանում այսպես էր։ Այդ գառը վերցնում էր, իդեպ ասեմ, գառը պիտի լիներ անարատ, անբիծ, անարատ, կույր, կախ չպիտի լիներ։ Վերցնում էր այդ գառը,
բերում էր քահանայի մոտ, քահանան զննում էր, քննում էր գառը, որից հետո հրճակում էր, որ մաքուր է գառը։ Ուրեմն, այս մեղավոր մարդը իր ձեռքը դնում էր գառան վրա եւ խոստովանվում էր իր մեղքը։ Ես մեղք եմ գործել, անպետք մարդ, վատ բան եմ արել։ Եվ այս իր մեղքը, կարծես այս գառը սպունգի պես քաշում էր իրան։ Իր մեղքը փոխանցվում էր այդ գառան վրա։ Ուշադրություն դարձեք, գառը երբեք չէր մեղանչել։ Մեղավոր մարդը իր ձեռքերը դնելով գառան վրա, այս գառը դառնում է մեղավորի փոխանորդը, նա այդ պատիժը կրում է իր վրա, եւ մինչեւ որ արյունը չթափեր, մեղքերի թողություն չէ լինում, որտեւ Եբրայեցիս թղթեղինակն ասում է, առանց արյուն թափելու թողություն չկար։ Այս բոլոր անասունները, որ բոլոր ժամանակների մեջ զոհաբերվում էր, այս բոլորը խոսում էր Հիսուս Քրիստոս, Աստծո գառան մասին, որտեղ այս բոլորը շուքն էր, ոչ թե բուն իրականությունը։ Իրականությունը պիտի գար ապագային, որ է Աստծո որդին։ Ուշադրություն դարձեք, շուքը կատարյալ չարեց մարդկանց։ Եթե ամեն օր ես գառ եմ տանում, անասուն եմ տանում, նշանակում է, այս անասունի արյունը չի կարողանում ինձ կատարյալ անի։ Այլապես էլ չեմ տանի, իսկ եթե ամեն անգամ տանում եմ, նշանակում է, սրանց արյունը չի կարող ինձ իմ խշմտանքը կատարելապես մաքրել։ Ամեն։ Եվ դրա համար հիշեք Հիսուսին, երբ որ նա եկավ, որպես Աստծո գառ, Հովանես Մկրտիչը շուռ եկավ եւ ասեց, Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը, բոլոր մարդիկ շուռ եկան տրամաբանությամբ, որ գառ տեսնեն եւ տեսան Հիսուսին։ Աստծո գառը պիտի քնվեր բոլորի կողմից։ Հիշում եք, քահանաների առջև նա կանգնեց եւ նրանք քննում էին, զննում էին, որպեսզի նրա վրա արատ գտնեն, բայց նա անարատ էր եւ անբիծ էր, օրհնյալ է մեր Տերը, անարատ գառ։ Եվ երբ որ գառը հրճակվում էր անարատ եւ անբիծ, ուր էր տարվում զոհաբերության։ Սելիներ, Հիսուսը իր կյանքը դրեց մեզ համար մեկ անգամ, որտեղ Աստծո որդու արյունը թափվեց մեզ համար, մեր մեղքերի եւ անօրենությունների համար։ Գիտեք, կան մարդիկ, որոնք թյուր կարծիք ունեն, մարդիկ կան, որոնք ասում են, երբ որ Հիսուսը խաչի վրա էր, ապա հայրը երբ որ երեսը թեքեց, տեսավ իր որդուն մեղքերի մեջ, որտեղ աշխարհի մեղքը վերցել էր ու դարձել էր մեղավոր, եւ չէր կարող հայրը հանդուրժել, երեսը թեքեց մի պահ, այսպեսի վարդապետությունը մոլորություն է։ Հիսուսը երբեք մեղավոր չի դարձել։ Հիսուսը մեր անօրենությունների պատիժն է կրել։ Մենք ենք մեղավորը, նա ուղղակի մեր փոխարեն գնաց մեռնելու։ Այդ պատիժը վերցրեց իր վրա։ Սրանք տարբեր բան է։ Տարբեր բան է մեղավոր լինելը, տարբեր է մեղավորի տեղը գնալ եւ կյանք դնելը։ Ամեն։ Այնպես որ Հիսուս երբեք մեղավոր չի դարձել։ Նա մեր փոխանորդն էր խաչի վրա։ Ինչպես որ որդուն եթե սպանեն, հայրն ասի, ես եմ գնում իմ որդու տեղը մեռնելու, որտեղ սիրում եմ իմ որդուն։ Չի նշանակում հայրը մեղավոր դարձավ, այլ սերը, շարժարիթը սերն էր, որ նա իր կյանքը դրեց իր սիրելի համար։ Այդպես էլ Հիսուսը, նա մեզ սիրեց։ Բարձրերից իջածը, երկնքից իջածը, իր փառքը թողեց։ Փիլիպպեցիս թուղթն ասում է, ամոթը մի կողմ արեց, լսեք, կարող ամոթ է լիներ, հա? Ամոթը մի կողմ արեց։ Դուք պատկերացնում եք, հանկարծ այսօր որևէ հանրապետության նախագահ հանկարծ մտի մի աղքատ մարդու տուն ու նկարահանում են այսպես, այս մարդը մեկ էլ տեսնես աղքատ մարդը ոտքերը կեղտոտ, ձեռքերը կշտի, ջուրը դնի եւ նրա ոտքերը լվանա։ Ամոթ, ամոթ, ամոթ։ Ամբողջ աշխարհում եք խայտարական են այս նախագահին։ Տերերի Տերը, հալելույա։ Հիսուս Քրիստոսը, Աստված, ճշմարիտ Աստված իր փառքը թողեց։ Մարդացավ, անսահմանությունը սահմանափակեց մարդու եղծանելի մարմնի մեջ մտավ, ինքը Տերը խոնարհվեց եւ անգամ իրեն ուրացողի ոտքերը լվաց։ Ինչն էր շարժարիթը։ Միայն մեկ բառ՝ սեր։ Որպեսի ճանաչեք սիրո բարձրությունը։ Պողոսն ասում է դուք փորձեք հասկանալ ինչ է բարձրությունը։ Խաչը երբ որ նայում եք, ափսոս այստեղ մի հատ խաչ չկա, էլի։ Գոնե մի քիչ տպավորիչ լինի։ Խաչի գլուխը բարձր մասը, երբ որ կնայեք այսուհետև միշտ հիշեք բարձրությունը, որտեղից հոսեց։ Գրված է, Հակոբոսն ասում է, ամեն կատարյալ տուրք, ամեն պարքև վերևից է։ Վերևից է, լուսոհորից է, դրա համար 5 տակարանյան սուրբերն էլ ասում էին, Տեր, իմ աչքերը բարձրացնում եմ դեպի լեռները, որտեղից կգա իմ փրկությունը։
Նրանք իրենց հայացքը կտրում էին աշխարհից եւ վերին բաների մասին են մտածում, որտեւ կյանքի աղբյուրները հոսում են նրա շնորհած գահի տակից, գետեր են դեղից են հոսում։ Ամեն։ Սիրելի եղբայրս եւ քույրս։ Ես այնքան եմ ուզում, որ Սուրբ Հոգին սա մեզ հասկացնի, որ դու հասկանաս, թե ում հետ գործ ունես։ Գիտեք ինչ ասում Աստծո խոսքը։ Նա Հիսուսը, որ հարուստ էր, հարուստ։ Գիտեք, որ տիեզերքի ամենահարուստ բիզնեսմեն ինքն է։ Տիեզերքի ամենահարուստ անձը մեր Աստված է։ Նրանն են բոլոր հարստությունները։ Երկիրը մուրորակ ինչ է։ Ինչ է արծաթ, ինչ է ոսկին նրա համար, ամենահարուստ անձը նա է։ Հիսուսն է ամենահարուստը։ Եվ ուշադրություն դարձեք։ Նա, որ հարուստ էր, նա, որ հարուստ էր, ինքը աղքատացավ մեզ համար։ Աղքատացավ չի նշանակում, որ հարստության մի տեղ էր գնում, ավազակները հարձակվեցին, թալանեցին։ Ոչ, նա, որ հարուստ էր, աղքատացավ, ինչ եղավ հարստությունը, որպեսզի մենք ինչ լինենք։ Մենք աղքատներս նրա հարստությամբ հարստանանք։ Նշանակում է ինչ որ նա ուներ։ Նա այդ բոլորը բերեց երկիր եւ փոխանցեց ում։ Այստեղ կան մարդիկ, որոնք հավատում են, որ փոխանցվել է։ Հալելույա։ Եփեսացիս առաջի գլուխ առաջի խոսքից ասում է. Օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով, երկնավոր բաներումը Քրիստոսով, ինչ որ հայր ուներ, ինչ որ ուներ դրեց Քրիստոսի մեջ, եւ այդ օրհնությունները բերվեց եկեղեցուն։ Օրհնյալ է մեր Տիրոջ անունը, հալելույա։ Մենք որ աղքատ էինք, հարստացել ենք, եղբայրս եւ քույրս։ Դու այնքան բան ունես, որ այսօրվա դրությամբ այն ձածաները, որ հիմա վիզները հաստատել են, կարոտ են դրան։ Դու չես պատկերացնում, դու ինչքան թանկ բան ունես քո մեջ։ Լսեք, քրիստոնյաներ կան, որոնք ասում են, «Ա դե սա փոքր բան է, էլի»։ Յանում, այս մի բաժակ ջուրը, որ տվեցի դրեղացնի, ինչ է, սա ինչ ծառայություն Աստծո համար, այս փոքր խոսքը ասեցի, դա ինչ ծառայություն է, տես այդ քարոզիչները ոնց են քարոզում։ Լսեք, ձեզ ինչ եմ ասում։ Աստծո արքայության մեջ փոքր էժան բան չկա։ Լսեք, ուզում եմ որ հիշեք, Աստծո թագավորության մեջ փոքր բան, մեկ բաներ կար ասենք փոքր է, գցում ենք ենքով, Աստծո թագավորության մեջ չկա մի փոքր բան, որ ասես սա անարժեք է։ Գիտեք ինչու։ Լավ լսեք ինչ եմ ասում, որովհետև Աստծո թագավորության մեջ ինչ էլ որ կա փոքրից մինչև մեծը, բոլորն էլ նույն գինը ունեն։ Բոլորի գինը Հիսուս Քրիստոսի արյունն է։ Հալելույա։ Նրա արյունն է։ Այդ փոքրի համար նույն արյունը թափել եւ մեծի համար։ Դրա համար որոշները որ անարգում են փոքր բաները, նրանք անարգում են մեծ բաները։ Դրա համար Հիսուսն ասեց. Եթե քչի մեջ հավատարիմ ես, շատի մեջ էլ հավատարիմ ես։ Այդ փոքրի մեջ պիտի լինես հավատարիմ։ Ամեն։ Հարկ Տիրոջը ինչ լավն է մեր Տեր, հալելույա։ Բարձրից իջավ։ Լավ, եթե շատ գնամ գնալու եմ։ Գիտեք, ահագին արդեն ուրիշ տեղ գնացի դուրս եկա։ Հիմա խորությունը։ Երբ որ ասեմ խորություն, դուք պատկերացեք խաչի տակի փայտը։ Նշանն էր որպես բարձրություն եւ խորություն։ Աստված այնպես սիրեց աշխարհը, խորը, որ իջավ Հիսուսը եւ եկավ։ Ֆիլիպեցիների 2:5 ես պարտավոր եմ հիմա ընթերցել, որպեսզի ավելի մեծ կարծիք կազմենք այս համարի վերաբերյալ։ 2:5-8 Ձեր ամեն մեկը, ձեր, այստեղ նստածներից յուրաքանչյուր մեկը, թող այն մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսումն էր, որ Աստծո կերպարանքումը լինելով, հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով, եւ կերպարանքով մարդի պես գտնվելով իրեն խոնարեցրեց, լսեք, խոնարեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ մահ, այն էլ խաչի մահը, խոնարվեց, իջավ, լսեք, Հիսուս երբ որ խաչի վրա էր, գիտեք, իրականում սիրով տոգորված, ամբողջովին սեր էր։ Մարդ կա, որ ոդկա հանկարծ ուժեղ կա, չմտնում ես առաջի բանը, որ ինչ ա լինում բերանից, անկախ իրանց հայոյանք ա տալիս, որտեւ Բերանը սրտի ավելցուկից է խոսում։ Հիշում եք Հիսուսը գանված խաչին,
բասկատարած ձեռքերը, գամված խաչին, նրան հարվածում էին, նրան պախարակում էին, նրան հայոյում էին, բայց նա չէր դադարում սիրելուց, զարմանալի է։ Երբեք լսված չէր, լսեք ինչ եմ ասում, այդպիսի սիրո մասին աշխարհը չի իմացել։ Աշխարհում հնարավոր է, որ մեկը ասեք արդարի համար ոչ մեկ իր կյանքը չի դնի, բայց բարի մարդու համար ասում են Պողոսը, գուցե մեկը իր կյանքը դնի, բայց այսպիսի բան ամենևին լսված չէր, որ մեկը իր կյանքը դնի, այն էլ իր թշնամու համար։ Այդպիսի սեր ոչ ոք չի լսել, աշխարհը նման բան չի տվել։ Աշխարհում ամեն բան գումարով է, շահով է։ Կարող է դու ինչ-որ մի բարի մարդու համար կյանքը դնես, բայց որ դու քո կյանքը քո թշնամու համար դնես, այդպիսի բան ամենևին չի եղել։ Հիսուսը դա արեց։ Եվ պատկերացեք մոմաթերթով տեսել մեղրով լեցուն, երբ որ հանում ես փեթակից, եւ փայտով ուժեղ խփում ես այդ մոմաթերթին, ինչ է կատարվում, իրանից ամբողջովին մեղրա դուրս ցայտում, ժայթքում, այդպես էլ որքան Հիսուսին խփում էին, որքան նրան հարվածում էին, նրանից միայն սեր էր բխում, սեր, որտեղ նա իր էությամբ, իր բնութագրությամբ Աստված սեր է։ Ինքը իրեն չէր ստիպում սիրելու, ինքը հենց սեր է բովանդակ։ Հենց սերը ինքն է, ինքը սեր է։ Ինքը այլ կերպ չի կարող, ինքը սիրում է։ Դա սիրում է մեղավորին, չի սիրում մեղքը, բայց սիրում է մեղավորին։ Եվ նա ամեն բան այսօր անում է, որպեսզի մեղավորը իրեն դառնա եւ ապաշխարի։ Նա ամեն բան մեզ համար, իսկ դու ինչ նրա համար։ Նա ամեն բան քեզ համար, քո ընտանիքի համար, իսկ դու ինչ նրա համար։ Սրանք հարցեր են, որոնց մենք պետք է պատասխան տանք։ Գիտեք, նա տեր լինելով ծառա դարձավ։ Ինչպես ասեցի, դա լվանում էր իր աշակերտների ոտքերը։ Նա մարդկանց խնամում էր, հոգ իրանում մարդկանց համար։ Շատ զարմանալի բան էր։ Նրան ծեծում էին, նրան անարգում էին, նրան զրկեցին հացից, անգամ ջրից էին զրկում նրան։ Միթե հնարավոր է այդքան խոնարհվել։ Միթե հնարավոր է այդքան սպասել եւ համբերել։ Եղբայրներ եւ քույրեր, համբերության խնդրում եկեք սուս մնանք։ Ինչ է համբերությունը։ Մեր արդի ժամանակներում համբերությունը լրիվ այլ բան է։ Մեր ժամանակներում քրիստոնյաները չեն կարող համբերել, այդքան ժամանակ չունենք։ Մենք պրոգրեսի մեջ ենք։ Ինտերնետի ժամանակաշրջանը մենք չենք կարող այդքան համբերել։ Անկամ հավը պիտի նորմալ չաճի, պիտի սրսկենք իրան, որ շուտ մեծանա։ Անկամ պտուղը, բանջարեղենը պիտի սլիտրա տանք։ Մենք ժամանակ չունենք սպասելու, պիտի շուտ մեծանա ամեն բան։ Անկամ հարսի տանում են, հիվանդանոց ասում են շուտ բերեք ճղենք հանենք երեխային։ Ժամանակ չկա սպասելու։ Այդքան չունենք մենք ժամանակ։ Մենք անդադ մտածում ենք, մեր միտք արագ աշխատում, մենք չունենք դրա ժամանակը, ուշադրություն դարձեք, մի օրինակ, որ ինձ ապշեցել էր Հոբը, երբ որ դժբախտության մեջ էր, նստած սուքի մեջ գրված է, որ նրա հարազատները եկան նրա մոտ եւ նստեցին նրա կողքը։ Այն ինձ ապշեցնում է, դա ուղղակի ես չեմ կարողանում պատկերացնել, ես այս դարի մարդ չեմ կարողանում, գուցե իմ մասին մի քիչ էլ լավ կարծիք ունեմ, որ հավատացյալ եմ էլի, բայց ինձ ապշեցնում է սա։ Գրված է, որ 7 օր, լսում եք, 7 օր այս մարդիկ իր հարազատները նստեցին Հոբի կողքին, երևի հողի վրա, 7 օր ու գիշեր մի բառ չասեցին։ Գիտեք սրանով ինչ են ուզում ասել, ուզում են ցույց տալ, որ մենք կարեկից ենք քեզ, քո ցավին մենք հաղորդենք։ Ժողովուրդ ջան, 7 օր դուք պատկերացնում եք, 7 օր նստես, ուղղակի ցույց տաս, որ դու իրան ցավակցում ես։ Դու 7 րոպե չենք համբերի մենք։ Դու կարաս 7 օր նստես, այդքան ժամանակ ունենք մենք։ Ինչ է համբերությունը։ Լավ, սա ուրիշ թեմա է, գնալ եմ արդեն խորանամ ուրիշտեղ գնամ։ Անցնենք առաջ։ Իջավ խոր տեղերը Հիսուսը։ Աստծո խոսքն ասում է, որ ոչ միայն նա խաչին մեռավ, թվում է թե երկիրն է ամենախոր տեղը։ Նա մեռավ խաչի վրա։ Աստվածաշունչն ասում է, նա մեռավ խաչի վրա։ Իր հոգին ավանդեց։ Պետրոս առաքյալը մեզ օգնության է հասնում եւ ասում է, որ թեև Հիսուսը մեռավ մարմնով, բայց կենդանի եղավ հոգով, որով գնաց բանտում եղողներին քարոզեց։ Սպասի, ես մտածում եմ, որ խորությունը սա է, ուրեմն էլի խոր տեղ կա։ Նա ամենախորը տեղերն իջավ, անգամ անդրշիրիմյան կյանք, գնաց այնտեղ, գիտեք,
Այստեղ արդեն զարմանալի է ինձ համար, թե ինչ է կատարվում։ Իրականում երբ որ սկսում ես ուսումնասիրել, գնաց այնտեղ ում գնաց։ Ես կներեք գուցե ինչ որ բաներ ասեմ ինձ հետ համաձայն չլինեք, ուղղակի ոչինչ որ մի քիչ երևակայեմ, եթե չընդունեք էլ ինձ չդատապարտեք, հա։ Խնդրում եմ չդատեք, ուղղակի մի ընդունեք։ Ես այսպես եմ մտածում, այ տեսեք, Սողոմոն թագավորը, երբ որ տաճարը կառուցում էր, հիշում եք ովքեր են կարդացել դրա մասին։ Տաճարը կառուցելուց ինքը զարմանալի բան է գրված։ Ասում է, երբ որ տաճարաշինությունը լինում էր, մի հատ մուրճի ձայն չկար։ Ոչ մի աղմուկ չկար։ Բերում էին քարերը ճիշտ չափով, սանտիմետր, ճիշտ չափով տաշած քարերը։ Բերում էին եւ դնում են քարը քարի վրա եւ այդպես սվաղելով բարձրանում են։ Մի հատ մուրճի ձայն չկար այդտեղ։ Ես համոզված եմ ձեզանից յուրաքանչյուր նորմալ մարդ, որտեղ դուք նորմալ մարդիկ եք, ասեք, աշխարհում այդպիսի ստանդարտ քարեր չկան։ Որ գնաս մի հանքում վերցնես չափով բերես դերես ու կառուցես, որտեղ աշխարհի բոլոր քարերը տարօրինակ են։ Բնական քարերը անջորնի են, անպայման հաղթվելու եւ տաշվելու կարիք ունեն։ Ամեն։ Այդպիսի ուզած չափով քար չես գտնի։ Պիտի տաշես քո չափի համար, քո մետրի համար, քո չափի համար։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Որտեղ էին այդ քարերը պատրաստվում։ Աստծո խոսքն ասում է, որ հանքում հանք կար, այդ հանքը ամենաաղմկոտ տեղն էր, օր ու գիշեր մուրճի ձայներ, քարերի ձայներ, այդ հանքը ամենաաղմկոտ տեղն էր։ Այդտեղ տաշվում են ըստ չափերի քարերը, բերվում էին եւ դրվում են ճիշտ տաճարի կառուցման այդ քարի վրա։ Գիտեք հիմա ինչ եմ ուզում ասել։ Պետրոս առաքյալն ասում է, որ նա գնաց դեպի այն հոգիներին, թեպետ մեռա մարմնով կենդանի եղավ հոգով, որով գնաց բանտում եղողներին քարոզեց։ Սա ինչ է նշանակում։ Ես հավատում եմ, որ Հիսուսը, երբ որ հարություն առավ, հիշում եք ինչ ասում Աստծո խոսքը, որ նրա հարությամբ նաև շատ սուրբ ննջեցյալներ հարություն առան։ Ով է հիշում է տեղը։ Ինքը հարություն առավ գերեզմանից, հա, ասենք այդպես։ Ու իր այդ շատ սուրբ ննջեցյալներ նույնպես հարություն առան։ Դուք պատկերացնում եք այդ տեսարանը։ Հենց չէ ուղղակի պատկերացեք դա ինչ էր կատարվում։ Այդ քաղաք ու գիտեք ինչ եղավ։ Հարություն առան այդ սուրբ, շատ սուրբ իշքան ով կար ասի թիվը։ Շատ սուրբ, քանի հոգի։ Շատ, չգիտենք։ Չգիտենք։ Քանի տարվա մեռելներ էին, ով կարող է թիվն ասել, տարիքն ասել։ Չգիտենք։ Շատ սուրբ ննջեցյալներ հարություն առան եւ մտան քաղաքը։ Սարսափիլմերով ա տեսնում։ Ով ա տեսել, ասիկ տեսնում չէ, տեսել։ Հիմա սուրբ եք բոլորդ։ Այդ սարսափի, պատկերացնում եք գերեզմաները պատրվեցին ու մեջից դուրս են գալիս մեռելները։ Ու քայլում են դեպի Երուսաղեմ։ Չէ, սարսափիլմերը սարսափեցնում է, բայց այս սրանք որ դուրս էին գալիս, սուրբ դեմքով էին բոլորը։ Գուցե ամեն մեկի գլխին կլոր օղակար, չգիտեմ, բարի դեմքով սուրբ էր։ Այդ քաղաքը այցելվեց սուրբերով, Երուսաղեմը լցվեց սուրբերով։ Այդ մարդիկ որ մտան քաղաքը, հիմա հաջորդ հարցն եմ ուզում տալ։ Եկեք տրամաբանենք, երբ որ գիշերը եկավ, ինչ արեցին սրանք։ Հա? Հանկարծ չասեք, նորից մտան քարերի տակ ու փակեցին իրանց։ Չէ։ Հիսուս, երբ որ հարություն առավ, լսեք, Հիսուսի հարությունը, Հիսուսի խաչի հաղթությունը ոչ միայն նոր կտակարանի սուրբերի վրա է տարածում, նրանք էլ սպասում էին։ Սա գեղեցիկ մի օրինակ է մեզ համար, որ հասկանանք։ Երբ որ նա հարություն առավ, նա իր հետ խորան բարձրացրեց։ Նա իր հետ քարեր բարձրացրեց։ Լսեք, Աստծո գերագույն նպատակն է։ Գիտեք, որ Աստված դարձյալ պիտի տաճար կառուցի։ Տաճար պիտի կառուցի, գիտեք դրա մասին։ Հեսա այդ տեղը ցույց տամ ձեզ։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ, խնդրում եմ բացեք ինձ հետ։ Ընթերցում եմ 2:5 Դուք էլ կենթանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարակներ մատուցանեք Աստծուն ընդունելի Հիսուս Քրիստոսի ձեռքովը, որպես կենթանի քարեր, ուշադրություն դարձրեք։ Աստված Սուրբ Հոգին մեզ բաղդատում է, համեմատում է հոգևոր քարերի հետ։ Ուշադրություն դարձրեք։ Այսօր Աստված դարձյալ ձեռնամուխ է, որ իր տաճարը կառուցի, որտեղ Սուրբ Հոգու միջոցով ինքը պիտի փառավորվի, բայց այդ տաճարը երկնքում պիտի լինի վերջնական, որտեղ նա արդեն քարերը բարձրացրել այնտեղ եւ հերթով ինքը քարերը տանմա դեպի այնտեղ։ Քարը քարի վրա, գիտեք որ երկինք պիտի սուրբերը մտնեն, ով գիտի դրա մասին։ Գիտեք որ երկինք պիտի մտնեն արդարները, այսինքն սրբատաշ քարերը։ Գիտեք որ չափդ ճիշտ էստեղ պիտի կերտվի քո, որ դու համապատասխան քար որպես գնաս ճիշտ տեղը դրվես։ Իսկ դու գիտեք որ երկնքում երբեք ձայն, աղմուկ, ցավ եւ վիշտ չի լինելու։
Այնտեղ քարերը սիրուն ճիշտ դրվել են իրաց տեղում։ Այդ դեպքում հարց, այդ քարերը որտեղ են տաշվում։ Ինչ ասեցիր քույրս։ Այստեղ են այդ քարերը տաշվում։ Հալելույա։ Այստեղ են տաշվում։ Լսի։ Գուցե կողքին եթե այդքան չունես, ամեն անգամ չես ուզում դեմքը տեսնես, թարսնա միշտ կողքդ անստում։ Տաշվում եք։ Սուր տեղեր ունես, այս աշխարհի մեջ չկա արդար մարդ, գրված արդար չկա, մեկն էլ չկա։ Ամեն մարդ իր ծնվելով ինքը սուր ծայրեր ունի, անջորնի մի հատ քար է։ Դուք պատկերացնում եք Սուրբ Հոգին որքան աշխատում որ քեզ տաշի, համապատասխան քար դարձնի, որ տանի դնի ճիշտ տեղը։ Դրա համար, երբ որ քրիստոնյաներին մեր ժամանակի խոսում ես, կյանք չի սա, պարտքերի մեջ եմ, նեղությունների մեջ եմ, հիվանդության մեջ եմ, ցավի մեջ եմ, վշտի մեջ եմ, գիտեք, երբ որ սկսես խոսել, զգում ես, որ մուրճը խփում է մարդկանց։ Մուրճը խփում է մարդկանց։ Քրիստոնյաների խփում է մուրճը։ Եվ շատ հաճախ մենք, երբ որ ընկնում ենք փորձությունների մեջ, մենք օտար բան ենք մտածում։ Պետրոսն ասում է, օտար բան մի համարեք, երբ որ դուք փորձությունների մեջ եք ընկնում, կերպ, որտեղ իմացեք, որ ձեր հավատքի փորձառությունը զորանում է, Աստված ձեզ տաշում է։ Նա ունի տարբեր տեսակի գործիքներ։ Տարբեր մարդկանց միջոցով, անգամ բնության երևույթների միջոցով, տարբեր եղանակներով, նրա գերագույն նպատակն է հասնի նպատակի, քեզ տաշի, սրբատաշ քար դարձնի, բայց կենթանի քար դարձնի։ Հալելույա։ Կենթանի քար։ Մի եղբայր, երբ որ այս պատգամը լսեց, վերջը մոտեցավ ինձ ասեց, ճիշտ ասած, երբ որ դու խոսում ես կենթանի քարերի մասին, ես պատկերացրեցի, որ մարդ էլ կա, որ գերեզմանոցի քար է դառնում։ Տապանակար է սարքվում։ Այո, ոմանց համար մենք զույգ ծաղիկ ենք, ոմանց համար կենթ ծաղիկ ենք։ Ոմանց դեպի կյանք, ոմանց դեպի մահ։ Մարդիկ կան իրանք ավելի շատ տապանակար են դառնում, քան Աստծո համար տաճարի քար։ Թույլ տվեք, որ Սուրբ Հոգին կոտրի ձեզ։ Երբևիցե ձեզանից մեկը անկեղծ աղոթելա, Տեր, խնդրում եմ, ինչ ուզում ես արա, մենակ ինձ երկինք տար։ Այդպիսի մարդ կա այստեղ, որ այդպես աղոթելա։ Ինքն էլ լսել է։ Ես մեկ գիտեք ինչ եմ ասում, Տեր Աստված, անկեղծությամբ, ասում եմ, մի նայիր իմ ճիչին ու աղաղակին, որտեվ քարը որ տաշվում է, ձենը հանում, պոկվում է, ձայնը լսվում է։ Ասում եմ, ինձ մի նայիր, իմ ճիչ ու աղաղակին դու շատ ճիշտ անում ես, արա, թող քո կամքը լինի, թող քո կամքը լինի։ Միայն ես լինեմ այնտեղ, միայն ես լինեմ այնտեղ, հալելույա։ Փառք Տիրոջը։ Սա նման է Հովսեփի պատմությանը, հիշում եք Հովսեփը, երբ որ բանտում էր։ Հովսեփ Հիսուսի օրինակն է։ Նա ոչ միայն դրսում էր, այլ իջավ խորը տեղեր, իջավ բանտ։ Եվ բանտում երկու անձնավորություններ կային, մեկը մատառավակապետ, մեկը հացագործը։ Հիշում եք։ Երկու վիճակներ, որ ինքը այդ անդրշիրիմյան կյանքից, այսի Հիսուսի օրինակն է, որ նա իջավ ամենախորը տեղերը։ Միշտ Հովսեփին քարոզում ենք որպես Հիսուսի օրինակ։ Ինքը իջավ ամենախորը տեղերը եւ բանտում երկու կարգավիճակ, մեկը բարձրացավ թագավորի առաջ, իսկ մյուսը դեպի կորուստ։ Այսպես էլ սա է։ Ինքը, երբ որ գնաց, կային քարեր, որոնք տապանակարել մնացին, որտեղ դժողքից ոչ ոք, այսինքն, ով որ մերժել ասուն, ոչ ոք չփրկվեց, բայց նրանք ովքեր սպասում էին, սպասասրա, հասկանում եք ինչ եմ ասում, այն հոգիները, որոնք սպասում էին, նա գնաց եւ այդ բարձրացրեց։ Իդեպ ասեմ, դրա մասին նաեւ Եբրայեցիս թղթում տալիս է, մի տեղ կարդամ ուղղակի։ Դա գրված է Եբրայեցիների 8:1-2 Եվ ասացներից բովանդակությունը սա է, մենք այնպիսի քահանապետ ունենք, որ մեծափառության աթոռի աջ կողմը նստեց երկնքումը, պաշտոնյա սրբությունների եւ ճշմարիտ խորանի, որ Տերը կանգնեցրեց եւ ոչ թե մարդ, նա խորան կանգնեցրեց։ Այ հասկանում եք ինչ եմ ասում, նա կանգնեցրեց։ Թող ձեզ չթվա, որ նրա քարերը հիմա այնտեղ պատկերացեք տաճար ինչ որ ձև կառուցվում է եւ մինչեւ վերջի մարդը, վերջի քարը նա պիտի աշխատի։ Ես ուզում եմ այնտեղ լինեմ, այդ քարերի մեջ, կենթանի քար։ Լսիր, քո շանսը, հնարավորությունը բաց չթողես, դու դրա համար կանչված ես։ Չասես ել քարերը պրծելա, քո գործը չի, դու ինչ իրանք ունես տենց բան ասես։ Ինքը եթե կանչելա նշանակում է լիքը քարերի տեղ կա դեռ եւ դու դրա համար ես կանչված։ Ամեն։ Հանկարծ չմերժես նրա հրավերը, չմերժես։ Եթե դու մերժես, ուրիշը կլինի քո տեղը, բայց քեզ ինչ։ Փառք Տիրոջ, հալելույա։ Գիտեք ինչ եմ ուզում ասել, ուրիշ պարան չկա, ժողովուրդ, եթե մերժեք։ Ռախաբի պարանը հիշում եք, կարմիր պարանը, ուրիշ պարան չկա։ Գիտեք, ուրիշ ձեռք չկա։ Պողոսն ասում էր, ով ինձ կազատի այս մահկանացու մարմնիցը, խեղդվող մարդ, կորցվող մարդ։
Եվ այդ պահին հայտնություն է ստանում, բայց ասում է, շնորհակալ եմ Աստծուն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքովը։ Այն քո նեղ պահին երկնքից միակ իջած ձեռքը, որ քեզ կարող է այնտեղ տանել, դա Հիսուսի ձեռքն է։ Միակ պարանը, որ իջել է այսօր, ուրիշ պարան չկա, այդ մի պարանն է, կարմիր պարանը, ով որ բռնի, նրան երկինք է տանելու։ Եվ Պետրոսն ասեց, ուրիշ անուն չկա երկնքի տակ տրված մարդկանց, միակ անունն է Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս։ Ով որ նրա անունը կանչի, նա կփրկվի, ով որ բռնի այդ պարանը, երկինք կգնա։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Բարձրություն, խորություն։ Հիմա ես ուզում եմ լայնության, երկարության մասին փորձեմ հակիրճ ներկայացնել, որտեղ գուցե ժամանակ այլևս չի երիքում։ Հարց. հասկացանք, որ բարձրություն Աստծուց է գալիս։ Հասկացանք խորությունը, որ եկավ եւ տարավ մարդկանց, ցույց տվեց իր գործը։ Բայց ինչ օգուտ ունի բարձրությունը, խորությունը առանց լայնության եւ երկարության, որտեւ լայնությունն ու երկարությունը հենց մեզ է վերաբերվում։ Հա՞։ Ով կարաս ինձ է վերաբերվում։ Այսօր ինձ է վերաբերվում լայնությունը եւ երկարությունը, բարձրությունը, խորությունը եղել է, բայց ինձ ինչ։ Մեր ժամանակի քրիստոնյաներին լայնությունն ու երկարությունն է հասել։ Մի ժամանակ դա միայն հրյաների համար էր, բայց հետո տարածվեց ամբողջ աշխարհով, լայնությամբ եւ երկարությամբ սփռվեց։ Ամեն։ Հիմա լսեք ինչ եմ ասում։ Անցյալներում Եհովայի վկաները, երբ որ իրենց ով է տեսել դիտարանի մեջ իրենց նկարագրած խաչը։ Ով է տեսել։ Խաչի ջան, մի հատ խնդրում եմ ցույց տուր, էլի պատտվի ցույց տուր։ Իրենց նկարագրած խաչը ինչպես է։ Ոնց է, Հիսուսը ոնց է խաչված։ Մի հատ ձող է, հա, գերան։ Հիսուսը այսպես խաչված։ Ես անցյալներում ասում եմ, դե լավ, ինչ կապ ունի, ոնց է խաչվել, թե սենց, թե տենց, ինչ կապ ունի, կարևորը խաչվելա, բայց հետո սկսեցի հասկանալ, ստեղ մեծ վտանգ կա։ Լսեք, եթե բարձրությունը, խորությունը կա, ապա սրանք կտրում են մեզ համար լայնություն ու երկարությունը։ Եթե Հիսուսը բասկատարած ձեռքերի աչու ձախ տարածած էր խաչվել, նշանակում է սրանով ինչ որ բան ուզում էր ասել։ Դրա համար Պողոսն ասում է, հասկանանք բարձրությունը, խորությունը, լայնությունը, երկարությունը։ Հիսուսը իր ձեռքերը, լսեք, պապիկներ, տատիներ կան այստեղ։ Հա։ Ես թազա պապի եմ, նոր պապի եմ դարել, 3 ամիս է։ Հələ փոքրիկս չի արձագանքի, երբ որ ուզում եք ցույց տաք, թե պապիկն ու տատիկը ինչքան է սիրում իր թոռնիկին, ոնց եք ցույց տալիս ամենաշատը։ Հələ ձեր ցույց տվեք, չափը ոնց եք ցույց տալիս։ Չափ։ Գուրի ջան կանի մեծ, խնդրում եմ կանի։ Նա շուր եք ցույց տուր։ Ասում ես ինչքան է սիրում տատիկը իր թոռնիկին։ Պատտվիր։ Ժողովուրդ ջան, Հիսուսը հենց այսպես խաչվեց քեզ համար, ցույց տալու, թե ինչպես է սիրում քեզ։ Լայնություն ու երկարությունը հասկանաս, որ բոլորի համար է փրկությունը։ Եվ երբ որ նրա թևերը կտրվում է, ես սկսում եմ հասկանալ, որ այս վարդապետությունը դժոխքից է գալիս, որի նպատակն է, որ չհասնի մեզ, դրա համար իրանք փրկության, շնորհքի փրկությունը չգիտեն եւ չունեն, դրա համար իրանց մոտ ամեն բան գործով է, բայց Հիսուսին նայողը հասկանում է, որ սեր է նա։ Այսուհետև քանի անգամ որ նայեք խաչյալին, դրա համար Պողոսն ասում է, ուզում եմ ձեր մեջ տեսնել քարոշչությունը խաչյալ Քրիստոսի, այն էլ խաչը բարձրացածի, նա պիտի իր ամբողջ խաչով երևա յուրաքանչյուրին, նրա սիրո բարձրությունը, խորությունը, լայնությունն ու երկարությունը, նա բասկատարած քեզ է սպասում, եղբայրս եւ քույրս, այնքան մեծ է նրա սերը, ով կարասի չափը որքան է։ Ես գիտեմ, այսօր մարդիկ կան ասում են, ժողովուրդ, գիտեք անեցք ինչ ահավոր բան է։ Աստծո խոսքն ասում է, որ Հիսուսը նաեւ անեցք եղավ մեզ համար։ Նրանք ովքեր անեցքի տակ են եղել կամ են, ուզում եմ ձեզ ասել, որ ձեր հարցն էլ է լուծել Հիսուսը։ Իր սիրով եւ հաղթությամբ։ Նա անեցք եղավ մեզ համար, որպեսզի մեզ անեցքից ազատի։ Այդ անեցքն էլ վերցրեց իր վրա եւ այդ պատժից մեզ ազատեց։ Գիտեմ, որ կա ժառանգական անեցք։ Այսօր մարդիկ կան ցավերի մեջ են, վշտերի մեջ են, ծնողների ժառանգել են անեցքը, հիվանդությունը, դիվական ներգործությունը, անհաջողությունը, մարդկա ինչ տալիս է չորացնում է։ Ձերքը որտեղ կպցնի կչորացնի։ Ես զգում եմ, որ դա ուղղակի անեցք է, դա աննորմալ երևույթ է։ Այդ մարդը հասկանում է, որ ինչ որ բան իրան հետապնդում է, եւ ինքը գտնվում է անեցքի տակ, եւ ինքը կարիք ունի դրա ազատագրման։ Եվ այստեղ է, որ Հիսուս այս խնդիրն է լուծել մեր անեցքի խնդիրը։ Ամեն։ Իդեպ ասեմ, ոչ մի էքստրասենս քեզ չի կարող ազատել։
Սատանա չի հանում։ Ոչ մի բախտագուշակ մոմ թափող քեզ չի ազատի, որտեվ սատանա չի հանում։ Այլապես նա թակավորությունը քանդված կլիներ, բայց նա դեռ գործում է։ Մոլորության մեջ չընկնեք, բանալին Հիսուսի ձեռքում է, բանալին նրա խաչի վրա է։ Նա է քո խնդիրները լուծել, թեպետ դրա մասին չգիտես, բայց իմացիր այսօր, Աստված տգիտությանը ժամանակը մեկդի անում, անտեսում է եւ այսօր քեզ կանչում է ապաշխարության։ Տես Հիսուսին խաչի վրա, տես իր ձեռքերը պարզած, սիրող հոր պես քեզ է սպասում։ Եվ դու այնտեղ տեղ ունես, այնքան մեծ ա նրա գիրկը, լսեք ինչ եմ ասում, մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ։ Մեղքի մուտքը այդպես ա եղել, մեկի միջոցով Ադամը մեղավոր դարձավ եւ սկսեցին երկրորդը մեղավոր, երրորդը եւ այսօր մոտորապես 7 միլիարդ մարդ մեղքի բնություն ունեն։ Բայց շնորհքը, սերը ուրիշ է, սիրո ձեռքերը այնքան մեծ են, ուշադրություն դարձեք, մեղքը մեկ մարդուց 2, 3, 4 այսպես տարածվեց, բայց Աստծո շնորհն ու սերը այնքան մեծ է, Հիսուսի ձեռքերը, որ ինքը շատ մեղքերից սեր այնքան մեծ է, որ սենց գրկում է քեզ եւ քեզ տանում է փրկության։ Ալելույա, Փարթինոջը, մեծ է նրա սերը, մեծ, տիեզերքից էլ մեծ։ Եվ դու այնտեղ տեղ ունես հաստատ, դու քո ընտանիքով, լիքը տեղ ունես այնտեղ, ամեն։ Հիմա վերջում մի համալել ընթերցում եմ ու վերջացնեմ, ուզում եք ցույց տամ անեծքի չափը։ Զաքարիա մարգարեություն, խնդրում եմ ինձ հետ բացեք, 5-րդ գլուխ, առաջի խոսքից 4-րդ խոսք, ուշադրություն դարձեք, ասում է Զաքարիա մարգարեն, եւ ես տեսա, ետ դառա, եւ աչքերս բարձրացրի, եւ տեսա, եւ հա մի թրջող տոմս, թուղթ էլի, տոմս, թուղթ։ Եվ նա ինձ ասեց, այսինքն Տերը, ինչ ես տեսնում դու։ Եվ ես ասեցի, ես մի թրջող տոմս եմ տեսնում։ Երկայնությունը 20 կանգուն, մաթեմատիկայով բազմապատկում լավ անում։ Մի հատ օգնեք ինձ։ Տեսեք, երկայնությունը 20 կանգուն եւ լայնությունը 10 կանգուն։ Ես ինչքան արես 10 20-ի վրա։ 200? Ինչքան? Кто даст больше? 200 թե 300? Երկայնությունը 20 կանգուն, հա, լայնությունը 10 կանգուն։ 200? Որոշեցինք, պայմանավորեցինք 200։ Լավ, անցնենք առաջ։ Եվ նա ինձ ասեց, սա բոլոր երկրի երեսի վրա դուրս եկող անեծքն է։ Որովհետև ամեն գողություն անող այս կողմի համեմատ պիտի ջնջվի, իսկ երթում անող մյուս կողմի համեմատ պիտի ջնջվի։ Ես նրան հանել եմ, ասում է Զորաց Տերը, եւ նա պիտի մտնե գողանողի տունը եւ իմ անունով սուտ երթում անողի տունը եւ նրա տան մեջ պիտի օթևանե եւ նրան պիտի սպառե նրան փայտերով ու քարերով։ Երկրի վրա թրջող ամբողջ անեծքը 10-20-ի վրա 200 քառակուսի մետր։ Ժողովուրդ ջան, չափը իմացանք անեծքի։ Քիչ է, փոքր, ասացեք խնդրեմ։ Երբ որ նայում եք Հիսուս Քրիստոսին խաչված եւ նայում եք նրա բազկատարած ձեռքերին, ապա դրանից ով կարող է ասել, որքան է նրա սիրո չափը, ով կարող է չափել նրա սիրո չափը, որտեղ անհասանելի է, անհատակ է, անհասանելի է, ոչ մեկը չի կարող հասնել, որտեղ նրա սիրուն չափ չկա, օրհնյալ է մեր Աստված, օրհնյալ է նրա որդի Հիսուս Քրիստոսը, օրհնյալ է նրա սերը, որ մեզ սիրեց, Փառք Տիրոջը, բարձրաձայն փառավորեք